պատմեմ HRCI մասին, ինչ է HRCI-ը, ինչու է կարևոր հայաստանյան HR շուկայի համար եւ իհարկե մանրամասն կներկայացնեմ այլ ծրագրերը, որ մենք առաջարկելու ենք։ Ինչ է HRCI-ը, կարծում եմ, եթե դուք միացել եք մեր վեբինարին, գուցե լսել եք, գուցե արդեն իսկ փորձ ունեցել եք ինչ-որ չափով HRCI-ի հետ, գուցե դեր կոլեգաներից մեկն է խոսացել HRCI-ի մասին։ HRCI-ը բացվում է Human Resource Certification Institute, երևի մի փոքր նաև պատմական կոնտեքստ, որպեսզի հասկանանք, թե այս սլայդի վրայի թվերը որտեղից են գալիս։ HRCI հիմնադրվել է 1973 թվականին ԱՄՆ-ում եւ դարձել է աշխարհում ամենաառաջին, ինստիտուտը, որը սկսել է HR մասնագետներին անկախ քննությունների միջոցով հավաստագրել։ Միջև HRCI-ին, HR մասնագիտությունը որպես այդպիսին արդեն գոյություն ուներ, բայց չկար միասնական ստանդարտ, թե ինչ է նշանակում լինել որակավորված HR, հա։ HRCI-ն այդ ստանդարտը ստեղծել է եւ այդ ժամանակից ի վեր զարգացնում է այն։ Արդեն իսկ 50 տարվա պատմություն ունի HRCI-ը որպես կառույց եւ անցել է շատ մեծ ճանապարհ եւ կարող ենք ասել, որ այդ կադրերի բաժին հասկացողությունից, HR-ը տրանսֆորմացվել է եւ դարձել է արդեն այսօր բիզնեսի ռազմավարական գործընկեր։ HRCI համայնքում շատ տարբեր HR մասնագետներ կան եւ ընդհանուր առմամբ 500,000-ից ավել հավաստագրված HR մասնագետներ կան։ HRCI-ն որպեսզի ավելի կոլաբորատիվ դարձնի, այս network-ը շատ տարբեր իվենտներ է կազմակերպում, թե օֆլայն, թե օնլայն ֆորմատով, իհարկե օֆլայն ֆորմատը ավելի ակտուալ է ԱՄՆ-ի համար, քանի որ ամեն դեպքում HRCI ԱՄՆ-ում է գտնվում, բայց մեր ռեգիոնում, օրինակ հատկապես Middle East ռեգիոնում, UAE, Դուբայ շատ հաճախ լինում են ինչ-որ նաև օֆլայն իվենտներ, վերջին անգամ ես հանդիպել եմ HRCI-ի հետ հենց Դուբայում։ Օնլայն իվենտներներ են շատ հաճախ կազմակերպվում, գրեթե weekly, bi-weekly, այսինքն երբ որ դուք ստանում եք որակավորում HRCI-ի կողմից, դուք ավտոմատ դառնում եք network-ի մի անդամ եւ ձեզ ավտոմատ գալիս են ծանոթություններ տարբեր միջոցառումների մասին, վեբինարների մասին, շատ հաճախ իրենք կազմակերպում են հետաքրքիր guest speaker-ների հետ միջոցառումներ, այնց որ շատ լավ հնարավորություն է որակավորում ստանալուց հետո, այսինքն միայն ոչ թե որակավորում ստանաք եւ վերջ, այլ նաեւ ներգրաված լինեք գլոբալ այդ համայնքի գործունեության մեջ։ Շարժվենք առաջ եւ ուզում եմ, որ դիտենք կարճ տեսահոլովակ HRCI-ի CEO-ի դոկտոր Էմի Դուֆրոնի կողմից, հիմա միացնեմ։ We know that you as HR professionals, you have a really tough job. Your job is ever changing. Each day you come to work and you are trying to transform your businesses to make them even better. At HRCI, we're doing the same thing. We're working with you, we're partnering with you to make sure that we are your professional development partner, not only for today, but for tomorrow. Շնորհակալություն Էմի Դուֆրանին եւ շատ կարեւոր միտք հնչեց իրականում Էմի Դուֆրանը ասաց որ we know that your job is ever changing եւ դա իսկապես կարծում եմ բոլորս այստեղ գտնվող բոլոր մասնակիցները զգում են իրենց վրա եւ անընդհատ լսում ենք AI, մենք անընդհատ լսում ենք որ փոփոխություններ են տեղի ունենում եւ իհարկե առաջին նաեւ թիրախավորված այդ բաժինը հենց մարդկային ռեսուրսների կառավարման բաժինն է եւ դա նշանակում է որ այո շատ կարեւոր է ունենալ միջազգային գիտելիքներ, տիրապետել միջազգային պրակտիկաներին եւ կիրառել այդ պրակտիկաները ձեր աշխատավայրերում։ Խոսանք այն որակավորումների մասին, որոնք առաջարկվում են HRCI-ի կողմից, երևի թե երկու մասի կբաժանեմ, HRCI-ն առաջարկում է որակավորումներ հենց US specific, այսինքն այն մասնագետների համար, ովքեր գտնվում են ԱՄՆ-ում, եւ այդ քննությունները նաեւ ներառում են այնտեղի legislation-ի, այնտեղի օրենսգրքի հարցեր,
Եվ որակավորումներ, որոնք չեն ներառում, իրենք արդեն international level որակավորումներ են, որոնք առաջարկում են HRC-ի կողմից, եւ սլայդում դուք տեսնում եք հենց այդ international level որակավորումները եւ յուրաքանչյուրի վերջում տեսնում եք I տառը հենց international է, հա, նշանակում։ Սկսվում է ամեն ինչ APHRI մակարդակից, որը բացվում է Associate Professional in Human Resource International։ Սա որակավորում է սկսնակ HR մասնագետների համար կամ օրինակ այն մասնագետների համար, ովքեր ուզում են ոլորտը փոխել եւ մտնել HR մասնագիտություն, եւ առանձնահատկություններից նշեմ, որ այստեղ նույնիսկ բարձրագույն կրթություն հարկավոր չէ, որ եթե ունեք բարձրագույն կրթություն, ել ավելի լավ, APHRI տալիս է շատ լավ բազա եւ դուռ է բացում, կարող ենք այդպես ասել, հա, դեպի մասնագիտություն։ Երկրորդ մակարդակը դա PHRI մակարդակն է, Professional in Human Resources International։ Սա արդեն գործարական մակարդակ է եւ այն մասնագետների համար է, ովքեր պրոֆեսիոնալ HR փորձ ունեն։ Կախված նրանից, թե դուք ինչ կրթություն ունեք, հա, արդեն օրինակ, եթե դուք ունեք մագիստրոսի կոչում, պետք է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ունենաք, որպեսզի կարողանաք գրանցվել PHRI քննության հանձնման։ Եթե ունեք բակալավրի կրթություն, պետք է առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ունենաք որպես HR։ Իսկ եթե բարձրագույն կրթություն օրինակ չունեք, պետք է ունենաք այս պարագայում 4 տարվա աշխատանքային փորձ որպես HR, որպեսզի կարողանաք գրանցվել PHRI քննության հանձնմանը։ Ինչպես ասացի, PHRI-ը գործարական մակարդակ է եւ PHRI-ը հաստատում է, որ դուք որպես HR մասնագետ կարող եք վարել HR process-ները, օրինակ հավաքագրում, աշխատակիցների գնահատում, աշխատակիցների ներգրավում, փաստաթղթային շրջանառություն եւ այլն եւ այլն։ Եվ երրորդ մակարդակը դա SPHRI-ն է, Senior Professional in Human Resource International։ Անվանումը արդեն իսկ խոսում է, հա, նրա մասին, թե ում համար է այս որակավորումը, արդեն ավագ մասնագետների համար եւ այն մարդկանց, ովքեր ավելի ռազմավարական որոշումների մեջ են ներգրավված, ելի ամեն ինչ կախված է ձեր կրթությունից։ Եթե ունեք մագիստրոսի կոչում, ապա 4 տարվա աշխատանքային փորձ պետք է ունենաք HR-ում, որպեսզի կարողանաք հանձնել քննությունը։ Եթե ունեք բակալավրի կրթություն, ապա 5 տարվա աշխատանքային փորձ, եւ եթե ընդհանրապես չունեք բարձրագույն կրթություն, ապա 7 տարվա աշխատանքային փորձ պետք է ունենաք, որպեսզի կարողանաք գրանցվել SPHRI քննության։ Ինչպես ասեցի, SPHRI-ը արդեն ոչ թե գործարական մակարդակի մասին է, այլ ավելի ռազմավարական, այսինքն այն թեմաները, օրինակ կազմակերպչական արդյունավետություն, հա, կամ top մենեջերների հետ այդ շփումը եւ աշխատանքը, կամ փոփոխությունների կառավարում եւ այլն։ Ուզում եմ նշել, որ չնայած որ հնչում է, հա, SPHRI արդեն իսկ ավագ մասնագետների համար, արդեն senior leader-ների համար է, եթե դուք չունեք փորձ որպես senior leader, դուք չեք եղել այդ պաշտոններում, ուղղակի տարիների փորձ ունեք որպես HR մասնագետ, բայց ցանկանում եք օրինակ աշխատանքը փոխել, ցանկանում եք ձեր կարիերան առաջ տանել, օրինակ գտնել հեռավոր աշխատանք կամ պարզապես առաջ գնալ, հա, կարիերայում, կարող եք, եթե դուք ունեք տարիների փորձը եւ ձեր տարիների փորձը համապատասխան է այդ eligibility criteria-ին, այսինքն այդ չափանիշներին, դուք միևնույնն է կարող եք հանձնել SPHRI քննությունը, ստանալ այս որակավորումը եւ արդեն շուկայում օրինակ հանդիսանալ որպես միջազգային որակավորում ունեցող senior, հա, HR մասնագետ։ Եվ այստեղ շատ կարևոր հարց է առաջանում, հա, ինձ թվում է բոլորիս համար, թե ինչու է հարկավոր միջազգային որակավորումը առհասարակ։ Ենթադրենք դուք աշխատում եք որպես HR մասնագետ Հայաստանում, ամեն ինչ նորմալ է ձեզ մոտ, լավ աշխատավարձ եք ստանում, լավ թիմ ունեք, հա, դուք բավարարված եք։ Որպես մասնագետ, ով այս ճանապարհը անցել է, մի քանի տարի առաջ, ես 2024 թվականին եմ հանձնել PHRI քննությունը եւ ստացել որակավորումը եւ առհասարակ որոշել եմ ինձ համար, որ անընդհատ ես պետք է այս քննությունները հանձնեմ, քանի որ արդեն իսկ մենք առաջարկում ենք ծրագրեր եւ ինքս ուզում եմ անընդհատ թարմացնել իմ այդ քննություն հանձնելու հմտությունը։
Ասեմ, որ այն ժամանակ իմ ողջ կարիերան փոխվել էր 360 աստիճան, երբ որ ես ստացա PHRI որակավորումը, 2 ամիս հետո ես ստացա շատ լավ առաջարկ, փոխեցի իմ աշխատանքը, իմ եկամուտը 3 անգամ աճեց, ես սկսեցի մեկնել գործողումների եւ ավելի միջազգային հարթակ որպես մասնագետ դուրս եկա, հա, որպես այդպեսին եւ արդեն ավելի լուրջ պրոյեկտների մեջ էին ներգրաված, եւ երևի թե ամենակարևոր բանը ինչ տվեց PHRI-ը, չնայած որ շատ գիտելիքներ բնականաբար ստացա, դա մասնագիտական վստահությունն էր, մասնագիտական ինքնավստահություն եւ արդեն դու որպես մասնագետ չես կարճում այս կամ այն մարդկանց կամ ընկերությունների կարծիքներից կամ գնահատականներից եւ դու գիտես քո մասնագիտական արժեքը, քո հնարավորությունները եւ այլն։ Եթե մենք խոսենք ընկերություններից, թե ինչու է կարևոր ընկերությունների համար, հա, ունենալ որակավորված HR մասնագետներ, ասեմ, որ քանի որ մարդկենությունների բաժինները շատ մեծ դեր են խաղում առհասարակ ընկերությունների զարգացման մեջ, իհարկե, երբ որ ընկերությունը ունի որակավորված HR մասնագետներ, ովքեր տիրապետում են միջազգային պրակտիկաներին, ովքեր կարողանում են ճիշտ որոշումներ կայացնել, ընկերությունները շատ ավելի ուժեղ են դառնում, հա, հատկապես այսօրվա աշխարհում։ Ինչպես արդեն նշեցի ամենասկզբում, HR-Round-ը HRC-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում եւ ես որպես հիմնադիր երկու նպատակ ունեի։ Առաջին նպատակը ստեղծել բարձր որակի կրթական ծրագրեր հայաստանյան HR մասնագետների համար եւ երկրորդ նպատակը դարձնել այդ կրթական ծրագիրները մաքսիմալ հասանելի։ Այսինքն, որպեսզի այնպես չլինի, որ միջազգային որակավորում ստանալը արժանա հազարավոր դոլարներ, հա։ Եվ կարող եմ ասել, որ երկու նպատակին էլ հասել ենք, ինչը որ վերաբերվում է quality-ին, հա, կարող եմ ասել, որ ես որպես հեղինակ նաև, հա, ծրագրերի հեղինակ, ամիսներ շարունակ շատ մանրակրկիտ մշակել եմ մեթոդաբանությունը եւ այդ ողջ ընթացքում համագործակցել եմ instructional designer-ների հետ, ով է instructional designer-ը, հա, այն մասնագետն է, ով հենց կրթական ծրագրեր է ստեղծում, պրոֆեսիոնալ կրթական ծրագրեր է ստեղծում, հա, այսինքն դա թիմային աշխատանք էր եւ կարող եմ ասել, որ այն ծրագրերը, որ մենք առաջարկում ենք Հայաստանում, իրենք մրցունակ են ոչ միայն Հայաստանի շուկայի համար, բայց նաեւ միջազգային ասպարեզում, հա։ Եվ ինչ որ վերաբերվում է արժեքին, մենք դեռևս մեր պաշտոնական կայքում եւ սոցիալական կայքերում արժեքը նշված չէ, բայց շատ շուտով կարծում եմ արդեն 1 շաբաթից կամ 10 օրից արդեն մենք նաեւ արժեքը կտեղադրենք եւ դուք կտեսնեք, որ շատ ավելի մատչելի է, քան դուք կարող եք պատկերացնել։ Նաեւ մենք քննարկում ենք տարբերակ, որ կարողանանք այնպես անել, որ հնարավոր լինի մաս վճարել, այլ ոչ թե ողջ գումարը միանգամից, հա։ Առաջին ծրագիրը, որ մենք առաջարկելու ենք PHRI Certification Preparation ծրագիրն է, որի գրանցումն արդեն իսկ բաց է եւ սեպտեմբերին լինելու է մեկնարկը, մենք արդեն խոսացինք այն համապատասխանության չափանիշների մասին, այսինքն eligibility criteria-ների մասին, ինչ պետք է դուք ունենաք, ինչ կրթություն պետք է ունենաք, օրինակ, եւ քանի տարվա փորձ պետք է ունենաք, որպեսզի համապատասխանեք PHRI քննության հանձնմանը։ Իդեպ, երբ որ այստեղ մենք նշում ենք կրթություն եւ կարծում եմ, որ նախորդ սլայդերում դա չնշեցի, երբ որ մենք խոսում ենք օրինակ մագիստրոսի կոչումը, ասում ենք, հա, կամ բակալավրի կոչում, մենք չենք խոսում հենց մարդկային ռեսուրսների կառավարման մեջ, հա, այսինքն կրթությունը կարող է լինել ցանկացած այլ ուրիշ ոլորտում, բայց օրինակ դուք ունենաք մագիստրոսի կոչում կամ բակալավրի կոչում, իսկ աշխատանքային փորձը արդեն պետք է լինի, այո, հենց մարդկային ռեսուրսների մեջ։ Եթե ավելի պրակտիկ այսպես խոսանք, հա, ով կարող է հանձնել PHRI քննությունը։ Եթե դուք աշխատում եք որպես recruiter, եթե դուք աշխատում եք որպես HR operations մասնագետ, եթե դուք աշխատում եք որպես learning and development կամ HR generalist, կամ ցանկացած ուղղությունով
մարդկային ռեսուրսների մեջ եւ ցանկանում եք ավելի ընդլայնել ձեր գիտելիքները եւ միջազգային հարթակ դուրս գալ որպես HR մասնագետ, սա իդեալական տարբերակ է հենց ձեզ համար։ Հայաստանում մեկ կենտրոն կա, որտեղ դուք կարող եք հանձնել PHRI քննությունը եւ ֆորմատը computer based է, այսինքն դուք մոտենում եք այդ կենտրոն եւ համակարգչի դիմաց դուք այդ քննությունը հանձնում եք։ PHRI քննությունը ներառում է 115 հարց, թեստային ֆորմատ է, հա, լինում, եւ հետեւյալ թեմաների շուրջ են լինում հարցերը։ 10%-ը լինելու է HR տեղեկատվության կառավարման մասին, 20%-ը լինելու է անձնակազմի եւ աշխատանքային հարաբերությունների մասին, 17%-ը լինելու է աշխատակիցների ներգրավման մասին, 14% է բիզնես կառավարում, եւս 14% լինելու է աշխատակազմի պլանավորում եւ հավաքագրում, 10% լինելու է ուսուցում եւ զարգացում եւ 15%-ը լինելու է ամբողջական արտոնությունների մասին։ Ինչպես տեսնում եք, բավականին լայն է, հա, ցանկը եւ բավականին շատ թեմաներ են լինելու եւ այն ծրագիրը, որ մենք մշակել ենք, ինքը տալու է ձեզ առավելագույնը, ինչ հնարավոր է տալ, որպեսզի դուք կարողանաք հաջողությամբ պատրաստվել եւ հանձնել PHRI քննությունը։ Ինչ է լինելու մեր փաթեթի մեջ։ Մեկ փաթեթով մենք առաջարկել ենք ամեն ինչ, ինչը ձեզ հարկավոր է լինելու եւ երևի թե առաջին կետը, որ կուզեմ այստեղ նշել, դա այն է, որ մեր փաթեթի մեջ արդեն լինելու է ներառված քննության հանձնման վաուչերը։ Ինչա դա։ Եթե դուք օրինակ հիմա մտնեք HRCA պաշտոնական կայք, հենց PHRI բաժին, դուք կտեսնեք, որ քննությանը գրանցվելու, միայն գրանցվելու, հա, համար դուք պետք է վճարեք $495։ Եթե մենք խոսում ենք PHRI քննության մասին, այս PHRI քննության դեպքում արժեքը լինելու է, եթե չեմ սխալվում, $595, հա։ Այսինքն բավականին զգալի գումար է, հա, լինում։ Քանի որ մենք HRCI-ի գործընկերն ենք եւ հատուկ գործընկերային պայմաններով մենք կարողացանք այդ վաուչերի արժեքը արդեն ներառել մեր ընդհանուր փաթեթի մեջ եւ ընդհանուր դուք շատ ավելի մատչելի պայմաններով եք ստանալու նաեւ այդ վաուչերը, հա։ Եթե մենք խոսանք բուն ծրագրի մասին, ասեմ, որ մեր ողջ ուսուցման գործընթացը կազմակերպված է լինելու մեկ հարթակի վրա, ուսուցման կառավարման հարթակ LMS, հա, Learning Management System։ Դուք մուտք եք գործում այդ Learning Management System եւ ստանում եք ամեն ինչ, ինչը ձեզ անհրաժեշտ է։ Ծրագիրը, դասերը, բոլոր նյութերը, որոնք անհրաժեշտ են, դուք ստանալու եք հասանելիություն մեր թեստ բանկին, այսինքն քննական հարցերի շտեմարանին, մենք շատ մեծ շտեմարան ունենք, հա, ինչպես նշված է 1500-ից ավել քննական հարցերի շտեմարան, եւ ես ինքս անձամբ մշակել եմ 60 հեղինակային առաջադրանք, այդ թվում նաեւ քվիզեր, case study-ներ, հա, որոնք շատ օգնելու են քննության պատրաստվելու համար եւ նման առաջադրանքներ ես նույնիսկ միջազգային շուկայում ինքս չեմ հանդիպել, որ լինեն եւ այն ժամանակ, երբ որ ինքս պատրաստվում էի, ասում էի ինչ լավ կլիներ, որ նման բաներ լինեն եւ տարիներ հետո ինքս հա ստեղծեցի նման առաջադրանքներ։ Ասեմ, որ ես հավատում եմ թե տեսական թե գործնական գիտելիքին, այսինքն կարծում եմ, որ նման քննությունները հաջողությամբ հանձնելու համար միայն գիրք կարդալը դա չի օգնելու, հա, այսինքն ինչքան էլ դուք կարդաք, ինչքան էլ սովորեք, ինչքան էլ անգիր անեք, դուք պետք է կարողանաք այս թեստերը լուծել, այսինքն կարդալ հարցերը, հասկանալ թե ինչ պատասխան է ակնկալվում, ոնց ընտրել ճիշտ պատասխան եւ այլն, եւ հենց այդ պատճառով մենք բավականին մեծ հենց գործնական հատված ենք ձեզ առաջարկելու, հա։ Ընդհանուր ուսումնական ժամերը լինելու են 55-ից ավել ուսումնական ժամ, եւ այդ ժամերը լինելու են սեշնների տեսքով, թե օֆլայն, թե օնլայն, հա, ունենալու ենք օֆլայն սեշններ, ամենասկզբում եւ ամենավերջում, եւ ամենավերջին դասը դա լինելու է փորձնական քննություն,
որը նաև մշակված է մեր կողմից։ Եվ ընթացիկ արդեն դասերը կլինեն on-line ֆորմատով, քանի որ հիմնականում մեր բոլոր ուսանողները աշխատող մարդիկ են, հա, եւ աշխատանքային օրվա վերջում շատ դժվար է, հա, նաև ինչ որտեղ գնալ, հասնել, շատ խցանումներ են հիմա Երևանում, եւ մենք որոշեցինք, որ այդ սեշնները կանցկացնենք live ֆորմատով, հատկապես հաշվի առնելով, որ մեր ուսուցման գործընթացը հա այդ LMS-ում է, այսինքն մեկ հարթակի վրա է, շատ ավելի հարմար է նստել համակարգչի դիմաց եւ սեշնների ժամանակ հա մենք այդ տեսական հատվածն ենք ունենալու եւ արդեն գործնական հատվածը շատ առաջադրանքներ հենց այդպես live ֆորմատով իրար հետ անելու ենք, հա։ Երևի հիմնականում հա պատմեցի եւ ներկայացեցի բոլոր մանրամասները եւ շատ կարեւոր է նաեւ մի քանի բան եմ ուզում նշել այստեղ, քանի որ ես ծրագրերի հեղինակն եմ եւ ամիսներ շարունակ այսպես այս գործընթացը տևել է, շատ հարցեր եմ ինձ տվել այդ ողջ գործընթացի ընթացքում, հատկապես հիմիկվա աշխարհում, երբ որ շատ կրթական ծրագրեր ենք մենք տեսնում առաջարկվող թե լոկալ շուկայում, թե միջազգային շուկայում եւ հասանելիությունը շատ մեծ է։ Մենք փաստացի կարող ենք ցանկացած կայք մտնել եւ գնել այն ինչ ուզում ենք, չէ՞։ Բայց շատ հազվադեպ ենք տալիս հարցեր, իսկ ինչպես է այս ծրագիրը մշակվել։ Իսկ արդյոք այս ծրագիրը բարձր որակ ունի եւ այլն եւ ինչ մեթոդաբանություն ունի օրինակ այս ծրագիրը։ Ինքսից շատ եմ տվել այս ծրագիրը PHRI եւ նաեւ հիմա SPHRI ծրագիրներ ենք մշակում։ Շատ եմ տալիս այդ հարցերը եւ ասեմ, որ մեր հեղինակային մեթոդաբանությունը, որ մենք մշակել ենք, հիմնված է անդրագոգիկայի սկզբունքների վրա։ Անդրագոգիկան մեծահասակների ուսուցման գիտություն է, որը լիովին տարբերվում է օրինակ երեխաների կամ դպրոցականների ուսուցումից։ Մեծահասակները ուզում են իմանալ ինչ են սովորում, ինչի համար են սովորում, մեծահասակները հիմնականում հստակ մոտիվացիա ունեն, հա, սովորելու եւ հստակ նպատակներ ունեն։ Եվ մեծահասակները հարցեր են տալիս եւ ուզում են իմանալ, օրինակ, ինչի այս կամ այն նյութը կամ տեսահոլովակը կամ առաջադրանքը ինչքանով է օգնելու հասնել այդ ուսումնական նպատակներին, հա։ Յուրաքանչյուր դասի սկզբում մեր ուսանողները ստանալու են ուսումնական նպատակներ եւ դասի ընթացքում եւ դասերից հետո մեր առաջադրանքների միջոցով կարողանալու են իմանալ արդյոք այս կամ այն ուսումնական նպատակին իրենք հասան թե ոչ։ Եվ ասեմ, որ մեր ծրագրերը մենք չենք ունենալու քննարկումներ ուղղակի քննարկում ունենալու համար։ Մենք վերացական թեմաներ չենք քննարկելու։ Շատ պրակտիկ ծրագրեր են եւ ամեն ինչը որ դուք տեսնելու եք, յուրաքանչյուր առաջադրանքը, տեսահոլովակը, առաջադրանքները, նյութերը, քննարկումները, ամեն ինչ ունենալու է նպատակ, թե այդ դասի շրջանակներում օրինակ, թե հենց մեր վերջնանպատակի համար, որը հենց HRCI քննությունը հաջողությամբ հանձնելն է։ Գրանցումը բաց է եւ ստարտը լինելու է սեպտեմբերի 26-ին։ Առաջին մեր դասը լինելու է, ինչպես նշեցի, օֆլայն ֆորմատով, կարող եք QR-ը սկանավորել, որպեսզի ձեր տվյալները թողնել, մենք մաքսիմալ շուտ կապ կհաստատենք ձեզ հետ, որպեսզի ներկայացնենք մանրամասները, արժեքը, 11 շաբաթ է լինելու տևողությունը, այսինքն սեպտեմբերի 26-ին մենք սկսում ենք եւ դեկտեմբերի 5-ին կավարտենք։ Նաև ուզում եմ նշել, որ արդեն հաջորդ տարվա հունվարից, այսինքն 27 թվականի հունվարից մենք առաջարկելու ենք SPHRI Preparation Program, եւս մեր երկրորդ հեղինակային ծրագիրը արդեն եւ SPHRI Program-ը հիմա մշակման փուլի մեջ է գտնվում, կարող եք եթե հետաքրքրված եք, եթե գիտեք, որ հենց SPHRI-ն է ձեզ միայն հետաքրքրում, գիտեք, որ ձեր տարիների փորձը համապատասխան է SPHRI-ի համար, կարող եք էլի սկանավորել QR-ը, անցնել հղումով եւ ձեր տվյալները թողնել, որպեսզի waiting list-ում լինեք։ Այսքանը այսօրվա համար, շատ շնորհակալ եմ, որ միացաք մեր վեբինարին։ Կարող եք ձեր հարցերը ուղղել մեր chat-ում
ես դեռևս չաթը իրականում չեմ տեսնում, կամ կարող եք նույնիսկ չաթում չուղղել, այլ ուղղակի, եթե հարմար է ձեզ, միացնել ձեր միկրոֆոնը, կամերան եւ այսպես հարցեր տալ։